Ստացվում է, որ ամենավերջինը նկարված վիդեոն առաջինն եմ մոնտաժում ու գծում, քանի դեռ հիշողությունները թարմ են, ուրեմն ինձ տվել են այսպիսի պայուսակներ, ասել են, եթե ինչ-որ ձևով կարող ես վերանորոգել, լավ։ Սկզբում նայում եմ բոլոր կողմերից, հեշտով բոլորը, մեծ պայուսակը ամենաանմխիթար վիճակում է գտնվում, բավականին շատ են ճմրթված, պոկված տեղերը և ընթացքում էլ իմ նայելու նույնիսկ ընթացքում ձեռքի վրայից թափվում էր։ Երկրորդ պայուսակը հիմնական գերծվածքները ինձ թվում է ավելի շատ բացել փակելուց է առաջացել, բավականին օգտագործված պայուսակ էր, մնացածը ընդամենը կարերի վրա մի երկու տեղ պոկված ներկի տեղերն են։ Եվ երրորդ պայուսակը ընդամենը կարերի վրա է գերծվածքը և բացելու տեղը ոնց որ ճակել է, արդեն սկսվել է փչանալը։ Ասում եմ պատվիրատուիս, որ մեծի հետ ոչինչ չեմ կարող անել, իսկ այդ փոքրի վրա կաշխատեմ ինչ-որ ձևով վերանորոգել։ Միայն այս վիդեոն նկարելուց վերջացնելուց հետո գլխի ընկա, թե այս ինչ հետաքրքիր պայուսակներ են, ուրեմն երեքն էլ նույն կոմպլեկտի մեջ են մտնում, այս ամենափոքր ծրար պայուսակը ցեպերի միջոցով մեծին է միանում, ոնց որ մի ամբողջ պայուսակ է դառնում, իսկ փոքրը որպես լրացուցիչ պայուսակ է, շատ հետաքրքիր պայուսակ է, կաշխատեմ վերանորոգել, երկրորդ կյանք տալ։ Սկզբում թաց անձեռոցիկի միջոցով մաքրում եմ պայուսակները փոշուց, երկուսն էլ, եթե թափվելու տեղեր կան դեռ, որ պոկված են, բայց դեռ կպած են, դրանք ազատում եմ, թե թաց անձեռոցիկով և թե փափուկ խոզանակով, ավելի լավ է հիմա թափվեն, քան թե իմ ներկելուց հետո։ Մինչև ես մաքրում եմ ու ընտրում եմ գույնը առաջին շերտը քսելու համար, բերեք քննարկենք, թե ինչ պատճառներով կարող է թափվել էկո պայուսակի կաշվի շերտը և ինչ կարելի է անել, որպեսզի պայուսակների ձեզ ծառայելու ժամկետը երկարի։ Ուրեմն, եթե լվացնում եք պայուսակը ակտիվ լվացող միջոցներով, օրինակ ինչպես ասենք դամես թսով կամ ինչ-որ նման քիմիայով, կարող է չորանալուց հետո թափվել։ Եթե օրինակ օդափոխում եք դնելով վառ արևի տակ կամ ցուրտ ձմռանը թողնելով գիշերը դրսում։ Գիտեմ, որ շատերը, ասենք, ծխող մարդ կա տանը, ծխախոտի հոտ է կպնում, հետո օդափոխելու նպատակով դուրս են թողնում պայուսակները, շորերը և այլն։ Էկո կաշին դա էքստրեմալ ջերմաստիճանները շատ վատ է տանում։ Ես ստացվում է, որ ջերմաստիճանի տատանումը, ասենք ձմռանը գիշերը դուրս եք թողել, հետո տուն եք բերել տաքացել է, դա պատճառ կարող է հանդիսանալ, որպեսզի պայուսակը սկսի ճաքել։ Եվ հետո պատճառ կարող է լինել նաև ոչ ճիշտ պահպանումը։ Պայուսակները առհասարակ կամ պետք է դնել, անկախ նրանից իրանք պահում են իրենց ֆորման, թե չէ, կամ պետք է դնել, կամ պետք է կախել։ Երբ որ ծալում են, դնում են ինչ-որ տոպրակի մեջ ու հետո վրան մի ուրիշ պայուսակ կամ ուրիշ շոր են դնում, այդ ճմրթված տեղերը սկսում են թափվել։ Որպեսզի մի քիչ ավելի երկարացնենք ժամկետը, նախ ձեր պայուսակների մեջ անպայման այդ թղթերը, որ դնում են պայուսակների մեջ, հենց այնպես չեն դնում։ Ցանկացած ճմրթվածություն պետք է բացառել։ Դրա համար հենց այդ թղթերը, ցանկացած թուղթ, ցանկացած կտոր կարող եք դնել պայուսակի մեջ եւ այդպես պահպանել։ Ուրեմն ես ինչ արեցի նախքան այս նկարելու պահը։ Ուրեմն բոլոր այն մասերը, որտեղ բավականին խորհունկ պոկված էր, այդքան տեղերը մի քանի շերտ ներկել են, որպեսզի այդ բարձրությունը նորից ստանա։ Այն հատվածները, որոնք ճաքերի եզրերը բավականին սուր էին ու ամեն անգամ շոշափելուց զգում էի, շատ մանր խարտոցով եզրերը հավասարեցրել եմ, որպեսզի այդքան տարածական չլինի։ Բացի դրանից մի քանի շերտ եմ քսում, որովհետև անկախ նրանից ինչքան համապատասխան եմ ընտրել առաջին շերտի գույնը, միևնույնն է, ստացվում է, որ չորանալուց հետո կարող է ավելի բացանալ կամ տունդանալ։ Դրա համար կախված նրանից, թե ինչպես է իրան պահում առաջին շերտը, երկրորդ շերտը քսում եմ ավելի բաց կամ ավելի թունդ գույնը։ Եվ վերջում, որպեսզի շատ խորունկ մասերը քողարկեմ, վերցնում եմ հետաքրքիր մի նախշ եւ նախշով ձևավորում եմ այդ հատվածը։ Հիմնականում, եթե տեսանելի է լինի, ապա տեսանելի է ընդամենը իր փայլով։ Չեմ կարողացել վերացնել միայն փոսերը, փոսընկած հատվածները, դրանք ոչ մի կերպ ես չեմ կարող վերացնել, բայց դրանք համարյա աննշան են, աննկատ են։ Ներկը միայն վառ լույսի տակ մի քիչ փայլում է, այդ ձևով կարելի է տարբերել, որ այդքան հատվածը ձևափոխված է եղել։ Եվ ահա վերջնական տեսքը պայուսակների։ Ներկած հատվածները կարող եք ասել, որ բայց երևում է, չէ, գույնի տարբերություն կա, ասեմ, որ այս գույնի տարբերությունը ավելի շատ կամերան է պատճառը, քան թե հենց ինքը, աչքով ես դա չեմ տեսնում, կամերայի վրա, չգիտես ինչու շատ վառ երևում է։
Եվ այստեղ հատվածներ կային, որ ճաքերույթը ես ամեն ձևի փորձել եմ քողարկել, հիմա կամերայով չի երևում, բայց կյանքում եթե մոտիկից նայեն կերևա հաստատ։ Ինչպես նաև գոտիների վրա եմ աշխատել, որոշ հատվածներ կային, որ իմաստ չուներ վերանորոգելը, դրանք կտրել եմ, իսկ մնացած հատվածներում վերանորոգումը նորմալ մինչև վերջ արել եմ։ Եվ այսպիսի տեսք ունին պայուսակները նախքան ձևափոխումը եւ այսպիսին է ձևափոխելուց հետո։ Տարօրինակ է նաև գունափոխադրումը կամերայի մետաղական հատվածների վրա։ Կամերայի վրա արծաթագույնն է երևում, իրականում ոնց որ նկարի այս նախշն եմ վերցրել, այդ ձևի վառ ոսկեգույն մետաղներ են, այնպես որ իրար հետ շատ հոյակապ համադրվում է։ Թե ինչու է կամերան այսպես գունափոխադրումը, չգիտեմ,